Ինչպես նշեց Տիկին Տոնոյանը, մեր կարգախոսն է երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, հետևաբար մեր երաշխավորված խաղաղության մոդելը արդեն իսկ մինչև բուն քարոզարշավի մեկնարկը շատ բուռն քննարկում է քաղաքական դաշտում, բուռն քննարկումների տեղիք է տվել, ուրախությամբ պիտի նշենք, որ այլ ընդդիմադիր կուսակցություններ ևս այդ մոդելից են խոսում, դե իսկ իշխանության պարագայում ամեն ինչ պարզ է, նրանք սվիններով են ընդունում մեր եւ գործընկերների առաջարկած այս մոդելը։ Մենք ելնում ենք այն ելակետից, որ խաղաղությունը հայտարարություն կամ հռչակագիր չէ, այն պետք է ունենա իրավական, միջազգային, ինստիտուցիոնալ հիմքեր, հակառակ պարագայում ունենալու ենք այն վիճակը, երբ ունենք այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը օրինակ ներքաղաքական որևէ իրադարձություն կամ իր իշխանության չփոխվելու հանգամանքով է պայմանավորում խաղաղության գործընթացը։ Խաղաղությունը ցանկացած գնով այն ինչ որթե գրել է այսօրվա իշխանությունը կամ կուզեք դրան կարող եք նույնիսկ գուլացման մոդել համարեք, չի բերելու երաշխավորված խաղաղություն, դա բերելու է նոր փակուղիների, նոր ճգնաժամերի, դա բերելու է կամ պետականության հիմքերի ոչնչացմանը կամ նոր ֆորս մաժորների, անգամ պատերազմների։ Մենք ելնում ենք այն ելակետից, որ առանց արտաքին երաշխավորների եւ հստակ վերահսկման մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է, սա ակնհայտ աքսիոմատիկ ճշմարտություն է, մանավանդ եթե հաշվի առնենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա ուժային դիսբալանսը, սա չի նշանակում վերաբանակցում, ինչպես նշում են իշխանությունները, սա չի նշանակում Հայաստանի միջազգային պարտավորությունների անտեսում։ Իշխանությունները միտումնավոր են այս թեզերը շրջանառում, մանիպուլացնելու համար այն ինչ առաջարկում ենք մենք։ Սա նշանակում է, որ շատ պարզ բան, որ մենք ասում ենք, որ խաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով եւ միջնորդներով։ Իդեպ, եթե հետևում եք ուկրաինական եւ իրանական զարգացումների շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, կնկատեք, որ հենց միջազգային երաշխիքների հարցն է նաեւ այս հակամարտությունների գլխավոր խնդիրը։